Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցյալ շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Մինչ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների հետ, BlackRock-ին պատկանող Global Infrastructure Partners-ի միջոցով մինչև 1.5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների շուրջ, Հայաստանը այս գործընթացներում հանդես է գալիս ոչ թե որպես կողմ, այլ որպես տարածք, որի ճակատագրի շուրջ որոշումներ է կայացվում առանց իր իրական մասնակցության։ Մտահոգություն է հայտնում Ճշմարտության ձայն Facebook-յան էջը։ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի SOFAS եւ Global Infrastructure Partners-ի միջև քննարկվող համաձայնագիրը բացահայտում է Բաքվի ռազմավարական մոտեցումը։ Նավթային կապիտալը փոխակերպվում է գլոբալ ազդեցության, քաղաքական վստահության եւ երկարաժամկետ վերահսկողության ենթակառուցվածքների նկատմամբ։ Տվյալների կենտրոններ, օդանավակայաններ, տարածաշրջանային թվային եւ արհեստական պահանջարկին սպասարկող համակարգեր, Ադրբեջանը կառուցում է սուբյեկտային պետության մոդել, ինտեգրված համաշխարհային ֆինանսական համակարգին։ Եվ այս նույն ժամանակահատվածում Հայաստանը պաշտոնապես ամրագրում է իր սուբյեկտայնության նվազեցումը։ Խոսքը այլևս ենթադրությունների կամ շրջանառվող լուրերի մասին չէ։ ՀՀ-ԱՄՆ համատեղ պաշտոնական հայտարարությամբ ստեղծված TRIP զարգացման ընկերությունում բաժնեմասերի 74%-ը փոխանցվել է ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին մնացել է ընդամենը 26%-ը։ Ըստ նույն հայտարարության, նախաձեռնության նպատակն է աջակցել տարածաշրջանային կարգավորմանը Հայաստանի օրենքներին համապատասխան ուղիների տրամադրման միջոցով։ Սակայն իրավաքաղաքական իրականության մեջ սա նշանակում է մի շատ պարզ բան։ Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական հաղորդուղիների կառավարման վերահսկիչ փաթեթը այլևս հայկական կողմի ձեռքում չէ։ Այս կառուցվածքը ուղղակիորեն առնչվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Երբ օտար պետությունն ունի կառավարման գերակշիռ բաժնեմաս, սուվերեն վերահսկողությունը դառնում է ձևական, իսկ որոշումների ընդունումը արտաքին շահերից բխող։ Զանգեզուրը այսպիսով դադարում է դիտարկվել որպես բացառապես հայկական ռազմավարական տարածք եւ վերածվում է միջազգային ենթակառուցվածքային նախագծի։ Ավելին, գլոբալ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ նման ակտիվները չի պահում որպես վերջնական նպատակ։ Դրանք սակարկության, ազդեցության եւ հետագա փոխանցման գործիքներ են։ Այդ իսկ պատճառով լիովին իրատեսական է դառնում սցենարը, ըստ որի ԱՄՆ կարող է իր բաժնեմասը փոխանցել կամ վաճառել Ադրբեջանին կամ Ադրբեջանի հետ փոխկապակցված կառույցներին։ Այդ դեպքում Զանգեզուրը կհայտնվի ոչ միայն քաղաքական, այլև կառավարչական առումով Ադրբեջանի վերահսկողության ներքո միջազգային միջնորդության քողի տակ։ Այս ամբողջ պատկերը բացահայտում է վտանգավոր հակադրություն։ Երբ Ադրբեջանը ամրապնդում է իր դիրքերը ներգրավվելով BlackRock-ի նման գլոբալ խաղացողների հետ գործընկերության մեջ, Հայաստանը սեփական ձեռքով զիջում է ռազմավարական լծակները, հանձնելով վերահսկողությունը արտաքին ուժերին։ Երբ Ադրբեջանը դառնում է ներդրումային հանգույց, Հայաստանը վերածվում է միջանցքի։ Երբ Ադրբեջանը կառուցում է ապագան, Հայաստանը սպասարկում է ուրիշների նախագծերը։ Սա արդեն պարզապես դիվանագիտական կամ տնտեսական հարց չէ։ Սա պետականության մոդելի փոփոխություն է, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն դերակատար, այլ որպես տրանզիտային տարածք օտար կառավարման ներքո։ Եվ եթե այս գործընթացը չկանգնեցվի, վաղը Հայաստանը միջազգային քարտեզի վրա կներկայացվի ոչ թե որպես պետություն, այլ որպես ենթակառուցվածքային հավելում, մեծ խաղացողների շահերի խաչմերուկում, եզրափակում է Ճշմարտության ձայնը։ Թեման շարունակում է Արա Պապյանի գրառումը։ Իշխանության կողմից հստակեցման կարիքը կա։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է. այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը, տենդերը, նաեւ իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։ Երբ այն Զանգեզուրի միջանցքը ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թուրքական աշխարհ։ Ինչ է նշանակում իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։ Կարող է վերջում պարզվի, որ փաստաթղթում նշված երրորդ կողմը Թուրքիան է, եւ ի վերջո նրան անցնի TRIP-ի զարգացման ընկերության բաժնետոմսերի, ասենք 30-ից 35%-ը, եզրափակել է Արա Պապյանը։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը հետևողականորեն շարունակում է հեծի պետականացման գործընթացը։ Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պահին տեղի է ունենում հեծի շուկայական արժեքի գնահատում։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի հասանելի պետական բյուջեի առումով, մենք հեծն ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հիմա որոշ կարծիքներ են հնչում, որոնք շատ նախնական են։ Կարող է պարզվել, որ հեծի ֆինանսական վիճակն այնքան վատ է, որի շուկայական արժեքը շատ ցածր է։
Այսինքն ՀՀ ներկայիս կառավարության վարչապետը պարզ ասում է, որ չի բացառում հայկական էլեկտրական ցանցերի կառավարման հանձնումը միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի, այն էլ շուկայական արժեքից շատ ցածր գնով։ Մեր հաղորդումներից մեկի ժամանակ մենք անդրադարձել էինք Ռուսաստան-Թուրքիա հանձնման ընդունման գործընթացին, որը կատարվում է ՀՀ ներկայիս կառավարության ու այդ կառավարության վարչապետի անմիջական մասնակցությամբ ու ձեռամբ։ Այս պահին արդեն ընթանում են ՀՀ էներգետիկ համակարգը եւ երկաթուղին թուրքերին հանձնելու նախապատրաստական աշխատանքները։ Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսվել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը երկրի գլխավոր էլեկտրացանցին միացնելու եւ ստեղծելու Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին փոխանցում է ABC մեդիան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումին արագացնելու դեպի Թուրքիա եւ Ադրբեջան տանող երկաթուղիների վերականգնումը։ Ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում կառավարության տնտեսական բլոկի։ Երևանի բոլոր դիմումներն օպերատիվ կերպով մշակվում են պրոֆիլային գերատեսչությունների կողմից։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, մենք հաստատում ենք նախագծին մեր միանալու հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու պատրաստակամությունը։ Այդ թվում հաշվի առնելով ռուսական երկաթուղիների յուրահատուկ փորձագիտությունը, հայտարարել է Զախարովան, հավելելով, որ պետք է ծանոթանալ նախագծի բոլոր մանրամասների հետ։ Նա նաև նշել է, որ ուժի մեջ է մնում Մոսկվայի առաջարկը Երևանի հետ խորհրդակցություններ անցկացնել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։ Իհարկե, ՀՀ ներկայիս կառավարությունն ու իր վարչապետը այս ամենը փաթեթավորում են խաղաղության ու բարեկեցության գույնզգույն փաթեթավորմամբ, բայց արդյոք հնարավոր է խաղաղություն ու բարեկեցություն մի երկրում, որտեղ հանուն լիքը ստամոքսի հրաժարվում են անվտանգային բոլոր իրավունքներից։ Հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգության նոր հայեցակարգը պետք է հիմնված լինի տնտեսական փոխկախվածության վրա։ Նրա խոսքով 2020-ից 23 թվականների ընթացքում գործող ավանդական անվտանգության մոդելները անարդյունավետ են եղել եւ այժմ Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի երաշխիք։ Փաշինյանը շեշտեց, որ եթե երկրի տարածքով անցնում են միջազգային առևտրի եւ էներգետիկ հոսքերի նշանակալի ծավալներ, ապա խոշոր տերություններն ու շուկաները կենսականորեն շահագրգռված են դառնում այդ տարածքների կայունությամբ եւ խաղաղությամբ, իսկ այդ տնտեսական կապը կարող է լինել ավելի հուսալի երաշխիք, քան դասական անվտանգային մեխանիզմները։ Այս մոտեցման առաջին խնդիրը դրա ելակետային տրամաբանությունն է։ Այն անվտանգությունը տեղափոխում է սեփական պետության կարողություններից դեպի արտաքին շահերի դաշտ։ Այլ կերպ ասած, անվտանգության հիմքում դրվում է այն հաշվարկը, որ ուրիշներն իրենց տնտեսական շահերի պատճառով կերաշխավորեն քո գոյությունը եւ կպաշտպանեն քո կայունությունը։ Սա վտանգավոր շրջադարձ է, որովհետեւ այն ենթադրում է ոչ թե ինքնուրույն դիմադրողականության կառուցում, այլ կախվածություն արտաքին դերակատարների կամքից, առաջնահերթություններից եւ աշխարհաքաղաքական հաշվարկներից, որոնք կարող են փոխվել մեկ օրում։ Տնտեսական փոխկախվածությունը կարող է աշխատել որպես զսպող գործոն միայն այն դեպքում, երբ պետությունն ունի իր սեփական ծանրության կենտրոնները, մարտունակ բանակ, անկախ հատուկ ծառայություններ եւ անվտանգային համակարգ, կայուն ինստիտուտներ, հանրային վստահություն, ռազմավարական շահերի վրա հիմնված արտաքին գործընկերներ։ Երբ այս հիմքերը գոյություն ունեն, տնտեսական հոսքերը իսկապես բարձրացնում են հակամարտության գինը հակառակ կողմի համար։ Բայց երբ այդ հիմքերը թույլ են, նույն այդ փոխկախվածությունը դառնում է ոչ թե պաշտպանիչ վահան, այլ ճնշման գործիք։ Պատմությունն ու միջազգային փորձը բազմիցս ցույց են տվել, որ տնտեսական կապերը չեն չեղարկում ուժային քաղաքականությունը։ Պետությունները պատրաստ են կարճաժամկետ տնտեսական վնաս կրել, եթե դրա դիմաց ստանում են երկարաժամկետ քաղաքական կամ ռազմավարական առավելություն։ Ավելին, երբ կախվածությունը ասիմետրիկ է, այսինքն մի կողմը ավելի շատ է կախված շուկաներից, տարանցիկ ուղիներից կամ էներգետիկ մատակարարումներից, քան մյուսը, այդ կապը վերածվում է լծակի։ Այդ լծակը կարող է գործարկվել մատակարարումների սահմանափակմամբ, տարանցիկ ճանապարհների վրա արհեստական խոչընդոտներ ստեղծելով, մաքսային եւ տեխնիկական արգելքներով, ներդրումների սառեցմամբ կամ ֆինանսական ճնշման այլ մեխանիզմներով։ Այսինքն դա մի լծակ է, որը թշնամական հարևանության դեպքում վերածվում է շատ գործուն մեխանիզմի, անգամ առանց դիմելու ռազմական գործողությունների ու պատերազմի։ Փաշինյանի առաջարկած մոդելի երկրորդ վտանգն այն է, որ այն մեր հանրությանը փոխանցում է կեղծ անվտանգության զգացում։ Տպավորություն է ստեղծվում, որ եթե Հայաստանը դառնա տարածաշրջանային հաղորդակցության հանգույց, ապա դա ինքնաբերաբար կբերի խաղաղության։ Իրականում խաղաղությունը երբեք չի ծնվում միայն տնտեսական շահերի հաշվարկից, այն ծնվում է ուժերի հաշվեկշռից, քաղաքական կամքից եւ պետական դիմադրողականությունից։ Առանց այդ գործոնների հաղորդակցության ուղիները կարող են դառնալ ոչ թե պաշտպանիչ պատնեշ, այլ խոցելիությունը մեծացնող գործոն, որն այնպիսի պետություններ, ինչպիսիք են Թուրքիան կամ Ադրբեջանը, մեր պետականության դեմ կօգտագործեն որպես ճնշման միջոց։
Ավելին, փոքր պետությունների համար նման մոդելը հատկապես ռիսկային է։ Մեծ տերությունները եւ տարածաշրջանային խաղացողները տնտեսական հոսքերը հաճախ դիտարկում են ոչ թե որպես հավասար գործընկերության գործիք, այլ որպես ազդեցության տարածման միջոց։ Երբ անվտանգային քաղաքականությունը կառուցվում է այդ տրամաբանության վրա, պետությունը փաստացի իր ինքնիշխանության մի մասը դնում է արտաքին շահերի տրամադրության տակ։ Ուստի տնտեսական ինտեգրումը կարող է լինել միայն օժանդակ գործիք, բայց ոչ անվտանգության հիմք։ Այդ ինտեգրումը ներկայացնել որպես պետության անվտանգության հիմնական երաշխիք նշանակում է հանրությանը մոլորեցնել ու ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Առանց բանակի, առանց վստահելի պետական ինստիտուտների, առանց ներքին համերաշխության եւ ռազմավարական մտածողության ոչ մի առևտրային միջանցք կամ էներգետիկ հանգույց չի կարող եւ չի էլ դառնա անվտանգության իրական երաշխիք։ Սա արդեն ոչ թե սխալ հաշվարկ է, այլ վտանգավոր քաղաքական մանիպուլյացիա, որի միջոցով փորձ է արվում ուժի, պաշտպանունակության եւ պետական կարողությունների կառուցման պատասխանատվությունը փոխարինել տարանցիկ խաղաղության պատրանքով։ Այդպիսի մոտեցումը ոչ միայն չի ամրապնդում պետությունը, այլ աստիճանաբար թուլացնում է նրա դիմադրողականությունը եւ Հայաստանը վերածում արտաքին շահերի ու ճնշումների առավել խոցելի օբյեկտի, գրում է քաղաքագետ Սարո Սարոյանը։ Հայ առաքելական եկեղեցու դեմ ՀՀ ներկայիս կառավարության արշավանքները շարունակվում են։ Դրա հերթական դրսևորումը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նոր որոշումն է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայության դադարեցման մասով, փոխանցում է Ազատությունը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի հրապարակած փաստաթղթից հասկանում ենք, որ գնդերեցներն այսուհետ կգործեն գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ 2 շաբաթ առաջ Գորիսի հոգևոր հովիվ տեր Ահարոն Քահանա Մելքումյանը Ազատությանը հայտնել էր, որ բանակային կորպուսների հրամանատարները հորդորում են գնդերեցներին միանալ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին։ Բանակում ծառայող որևէ հոգևորական մինչ օրս չի հայտարարել, որ միանում է վարչապետի եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Եվ այսպես ՀՀՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատվով եւ բարձր արդյունավետությամբ ծառայող գնդերեցները ճնկրկելով ճնշումների առաջ հավատարիմ մնացին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Հայոց Հայրապետին, գրում է Արմեն Այվազյանը։ Ինչ խնդիրներ է ձգտում լուծել Փաշինյանական խունտան այս հերթական հակահայկական որոշմամբ։ Առայժմ կարելի է հանգել հետեւյալ եզրակացությունների։ Փորձ է արվում ստեղծել այլընտրանքային կոոպերատիվ հայ եկեղեցու բաժանմունք զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրած եւ կարգալույց հոգեվորականներ։ Սուրբ Էջմիածնի հոգևոր ենթակայությունից ամբողջությամբ հանել հայ սպայակազմը։ Եթե դա անմիջապես չհաջողվի, ապա խունտայի համար անբարեհույս պայմանականորեն ասած էջմիածնական սպաներին դուրս մղել բանակից, իսկ ուրացող կճոյականներին ծառայողական առաջխաղացում ապահովել։ Հետագա քայլերով բանակում աստիճանաբար ներգրավել կաթոլիկ, բողոքական եւ աղանդավորական հոգեվորականների հայ զինվորների հոգեվորսությունը կազմակերպելու նպատակով։ Թուլացնել բանակում ազգային ինքնության հոգևոր առանցքը, այն փոխարինելով գաղափարապես անարմատ, կառավարելի եւ իրավիճակային արժեհամակարգով։ Զրկել հայոց բանակը հոգևոր եկեղեցական բարոյական միասնականությունից, դրանով իսկ նվազեցնելով դիմադրողականությունն ու մարտական ոգին արտաքին եւ ներքին ահագնացող ճնշումների պայմաններում։ Իսկ թե ինչ իրական հետևանքներ կունենա այս որոշումը ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս, մինչ այժմ խունտային չի հաջողվել հավաքագրել ուրացող հոգևորականների որևէ նշանակալի քանակ, որոնց մի մասն էլ կարող էր դառնալ իր ազգադավ ծրագրերի կամակատարը հայոց բանակում։ Անկասկած այս որոշումը եւս դառնալու է խունտայի հերթական ամոթն ու խայտառակությունը, ել ավելի ընդգծելով եւ խորացնելով նրա խոր անջրպետը ժողովրդի եւ եկեղեցու հետ։ Աստվածն առաջ, եզրափակում է Արմեն Այվազյանը, մեջբերելով աստվածաշնչյան հայտնի տողերը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետեւ կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ Մամոնային։ Նույն թեմայով ՊՆ նախարարին օգնության է շտապել ներքին գործերի նախարարությունը։ Առավոտվանից ոստիկանության միջոցով ծանոթագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, մի քանիսն արդեն ստացել են, որպես մեղադրյալ այսօր քննչական կոմիտե ներկայանալու համար։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեն առայժմ մեկնաբանություն չի տվել։ Այս ամենի առիթն ու պատճառը Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսած ժողովն է, որին ընդառաջ էլ այս պահին արդեն Մայրաթորի 6 եպիսկոպոսի մեղադրանքի առաջադրվել ու քննիչները նրանց արգելել են բացակայել երկրից։ Մեղադրյալ է նաև Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովի քարտուղար Քահանան։ Բնականաբար երկրից բացակայելու արգելանք է կիրառվելու նաև վեհափառի հանդեպ։ Այսօր Պապիկյան Սուրեն կոչված պաշտպանության նախարարը հրամանագիր է ստորագրել, որով լուծարում է գնդերեցների գործունեությունը զինված ուժերում, որը փոխադարձ պայմանագրով
Ամրագրվել էր 1997 թվականին Գարեգին առաջին կաթողիկոսի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև։ 29 տարի այն գործում էր որպես անխախտ մինչև Արցախի հանձնումն ու ՀՀ օկուպացիան։ Նկարները հատուկ եմ դրել։ Ձախ նկարում 44-օրյա պատերազմում անհետ կորած Հայր Մկրտիչն է, աջ նկարում 44-օրյա պատերազմում զոհված Գնդերեց Նարեկ Սարգսակն է։ Եվ այսպիսի բազում գնդերեցներ, ովքեր տարիների բեղմնավոր աշխատանք են կատարել զինված ուժերում, ապահովագրելով նաև աղանդների ներխուժումից զինված ուժեր։ Այսօր լուծարվեց գնդերեցների ինստիտուտը։ Աստված պահի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստան եւ Արցախ աշխարհը, գրել է Facebook-յան օգտատեր Նիկողոս Հովանիսյանը։ Շարունակվում են գրքերը Իրանի շուրջ։ Ամերիկյան մամուլը հայտնում է, որ ԱՄՆ եւ Իսրայելը Իրանին հարվածելու որոշում են ընդունել։ Գործողությունը կլինի այնպիսին, որի նմանը աշխարհը չի տեսել, գրել է ամերիկյան պարբերականներից մեկը։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խոսքով Դոնալդ Թրամփը այլևս Իրանին չհարվածելու տարբերակ չունի, քանի որ հարվածի բացակայությունը կուժեղացնի Իրանի իշխանություններին։ Իսկ ահա The New York Times-ը գրում է, որ Թրամփի առաջ դրված է Իրանին հարվածելու 3 տարբերակ. հարված հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին եւ ոչնչացնել դրանք, թիրախային հարվածներ հասցնել Իրանի ղեկավարությանը, ամերիկյան զորքերի ֆիզիկական տեղակայում Իրանի տարածքում։ Իրանի նախագահն ու արտգործնախարարը կապի ու շփումների մեջ են բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի։ Իրանի արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ, երեկ այցելել է Թուրքիա, Թեհրանը շփվում է Մոսկվայի հետ, ծոցի արաբական երկրների հետ, իսկ ուր է Հայաստանը, ուր է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ոչ բարով իշխանական խմբակը զբաղված է դիսկոտեկով եւ բացի դիսկոտեկը ինչ իմաստ ունի խոսել մի իշխանության հետ, որը թելադրվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը շարժվում է բացառապես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը սպասարկելով, իսկ նրանց հետ Թեհրանը արդեն խոսել է։ Շատ տխուր ու վտանգավոր իրավիճակ է տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի շուրջ, որի պատճառը Նիկոլի վարած քաղաքականությունն է։ Եթե տարածաշրջանի մասով որոշումը կայացված է, ապա Հայաստանի մասով իրավիճակ փոխելու միակ միջոցը իշխանության փոխելը պետք է լինի, որը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, գրում է Facebook-յան օգտատեր Հայկ Մովսիսյանը։ Կայացել է վարչապետ Փաշինյանի նախաձեռնած դիսկոտեկը, կնվագի վարչաբենդը։ Ազատությունը ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ սպասել է ու տեսել, ովքեր են գնում բարելու եւ ինչպես են ընտրվել պարողները։ Այս պահին մենք ջրվեժի ռեստորաններից մեկի հետ տարածքում ենք, որտեղ քիչ անց կմեկնարկի մի համերգային ծրագիր, որի նախաձեռնողը անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր ստեղծած վարչաբենդով։ Ծրագրի ընթացքում հնչելու է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստանի մասին» երգը, նվագելու է Նիկոլ Փաշինյանը եւ պարելու են այն քաղաքացիները, որոնք նախապես գրանցվել են եւ այս րոպեներին էլ ժամանում են այս ռեստորան։ Մեզ զանգահարեցին աշխատակազմից եւ ասացին, որ շնորհավորում ենք ձեզ, դուք այն երջանիկներից եք, որ այսօր կարող եք մասնակցել միջոցառմանը։ Ես շատ ուրախացա, ասաց, որ այսօր ձեզ նման շատ-շատերին ուրախացրել ենք եւ ես ուրախությունից բարի եկա։ Ստացվեց, որ ներկա ենք գտնվում, ինձ դուր է գալիս ուղղակի քաղաքակիրթ վարչապետ լինելը ու բազմակողմանի զարգացած լինելը, այսինքն բացի քաղաքականության մեջ լինելուց, ինքը նաև արվեստում կա, ինչը ես գնահատում եմ, որտեղ ես ինքս ինձ համարում եմ նաև արվեստի մարդ։ Աշխատել ենք նրբաճաշակություն բերել դասական ոճի մեջ։ Մի քիչ այսօր փայլերի մեջ ենք, որովհետև տենց երեկույթ է ու տենց ոնց որ փայլային ուզեցինք լինել։ Փայլու։ Ոսկե փայլ։ Փաշինյանը դեռ օրեր առաջ էր հայտարարել այս նախաձեռնության մասին, այս օրերին պարբերաբար այստեղ էր այցելում, պատրաստվում էին, փորձեր էին անում։ Նաև քաղաքացիների գրանցման մասին հայտարարեցին, որ շատ գրանցվողներ են եղել։ Վարչապետի հայտարարությունն եմ նայել, ըստ այդմ գրանցվել եմ։ Հիմա հրավիրել եմ, որ մասնակցեմ։ Դե եկել եմ համ հետաքրքրության համար, համ էլ պարելու համար։ Իր ցանկում ինչ որ ինքը նվագում է մեզ հաճելի է։ Ինչ որ ընթացքում լսել ենք դա էլ մեզ հաճելի։ Մենք այստեղ մոտ 1.5 ժամ է աշխատում ենք, փորձում ենք զրուցել մասնակիցների հետ, նրանցից հասկանալ թե ինչով է այս միջոցառումը իրենց հետաքրքրել եւ ընդհանուր առմամբ ինչ գիտեն վարչապետի իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Դե ծանոթ է իր ծրագրերին, համար արդեն հետաքրքիր է։ Նկատի ունեք իրական Հայաստանը։ Այո։ Դե որ հիմա խաղաղությունն այդ արդեն իրական Հայաստանում ենք ապրում, հիմա որ սահմաններում կրակոց չկա, արդեն խաղաղ է, արդեն իրական Հայաստանում ենք ապրում։
Իրական Հայաստանի մասին մենք այն գիտենք, որ մեր վարչապետի առաքելությունը կյանքը իր ողջ կյանքը դրել է պետության կայացման ստեղծման վրա եւ դրանով հիանում եւ հպարտանում է եւ մեզ էլ ժողովրդիս ուրախացնում։ Իրական Հայաստան իմ կարծիքով նկատի ունի բաց Հայաստան, բաց քաղաքականություն, բաց դիվանագիտություն համաշխարհային մակարդակով, ոչ թե փակ։ Այսինքն ամենակարևորը խաղաղություն բերող վարչապետ, որ մենք ապրենք խաղաղ, հանգիստ, ազատ երկրում։ Պարզապես ժողովրդավար, ժողովրդասեր, ազատասեր եւ կարող է շատ օրինակ ծառայել այլ երկրների վարչապետներին, չգիտեմ, նախագահներին։ Շատ գնահատելի է, ես կցանկանայի մեր ազգում շատ լինեին լայն մտածողությամբ մարդիկ։ Ես նաև նշեմ, որ մենք փորձել ենք հասկանալ, թե այսօրվա միջոցառման ծախսերը ինչ միջոցներով է իրականացվել, վարչապետի մամուլի խոսնակը մեզ փոխանցել է, որ ամեն դեպքում պետբյուջեից միջոցներ չեն ծախսվել, իսկ թե ինչ միջոցներ են ծախսվել, հորդորել է կուսակցությունից ճշտել, այս պահին դեռ չենք կարողացել լրացուցիչ ինֆորմացիա սրա վերաբերյալ ստանալ, փորձել ենք նաև ռեստորանային համալիրից ծախսերի հետ կապված տեղեկություններ իմանալ, բայց այստեղից էլ մեզ ասացին, որ ինֆորմացիան փակ է եւ իրենք չեն կարող որևէ տեղեկություն մեզ փոխանցել։ Բանավիճել պարող կանանց եւ երիտասարդների հետ չենք պատրաստվում, գտնում ենք, որ անիմաստ է, միայն մի նկատառում։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության ու իր վարչապետի կողմից շրջանառվող Իրական Հայաստան կոչվածը պատրանք է։ Իրենց պատրանքը, որը հորինել են իրենց կոլաբորանտ պահվածքն արդարացնելու համար։ Ավելին, այդ Հայաստանը դատապարտված է լուծարման, քանի որ նման սահմաններով ու քաղաքականությամբ մեր տարածաշրջանում գոյություն ունենալ չի կարող։ Միակ իրական Հայաստանը սա է, եւ հետեւապես սիրելի հայրենակից կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, որպեսզի միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանն ու հարատևմանը։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգնախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։